Գարուն արևը տար աշխարհներին, ինձ մի մանուշակ թող մնա միայն։ Գնացի ատեստավորման։ Հիմա բավականին շոշափելի աշխատավարձ եմ ստանում։ Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս։ Ես ինչքան հիշում եմ ինձ մանկության մեջ խաղալիս, խաղացել եմ ուսուցչի դերը, ունեցել եմ պատրաստած մատյան, պայուսակ, որի մեջ դրել եմ այդ տետրը։ Ջուր եմ ծախում սառը ջուր, ես կուլայով, ես փոջոր։ Սիրով ընտրեցի մասնագիտությունս եւ չեմ սխճում դրա համար։ Նախ դու պիտի կարողանաս աշակերտների սիրուն արժանանաս, առաջինը։ Ինչքան էլ որ չարաճճիներ լինում են, իրենց թվում է թե իրենք չեն սիրվում, բայց սխալվում են։ Ամեն մեկի մեջ մի ինչ-որ լավ բան գտնելու հատկանիշն է, որ կարողանաս նրանց հետ աշխատել։ Երեխաներին ասում եմ, երեխաներ, այն ինչ որ ես ձեզ սովորեցնում եմ, փոխարենը ձեզնից եմ ուզում սովորել։ Ինչպես չսիրեմ մորը, եթե մայրս պատկերն է մայր հայրենիքիս։ Գնացի ատեստավորման, բարձր միավորներով հաղթահարեցի, պիտի ասեմ բարդ էր։ Եվ չեմ էլ զարմանա, որովհետև դա արդեն այլ մակարդակ էր ատեստավորումը։ Ինձ տրամադրողը ավելի շատ ընտանիքիս անդամներն է եղել։ Ասել են, որ դու կարող ես։ Ինքնակրթությամբ պիտի մարդ զբաղվի առաջին հերթին։ Եթե դու նույն տեղում մնացիր, դու առաջ գնալ չես կարող։ Ինքը ինչպես է մեկնաբանում իր անունը։ Շիրակի Ազը։ Եվ խորհուրդ եմ տալիս մյուսներին էլ գնացեք, փորձեք։ Միգուցե դուք թերագնահատում եք ձեր գիտելիքները։ Եթե դու պատասխանատվություն ունես, դու քո առարկայի լավ մասնագետը պիտի լինես։ Կամ պիտի լինես, կամ պիտի չլինես։ Իսկ լավը լինելու համար աշխատել է պետք։ Ես իմ հաճույքի համար եմ աշխատել, անկեղծ լինեմ։ Հիմա բավականին շոշափելի աշխատավարձ եմ ստանում եւ կարող եմ ասել, որ ընտանիքում ինչ որ մի դերակատարություն էլ ես ունեմ։ Կարծես անձեռագերտ մի հուշարձան է, որը ձոնված է մորը նրա հիշատակին։